Հզոր մանրադիտակների և պատկերման սարքերի միջոցով ամենաքութուբը ուսումնասիրում է ուղեղի բջիջները և դրանց ստեղծած միացումները։ Հետազոտում ենք, թե ինչպես են ուղեղում վերականգնման ունակ նյարդային նախաբջիջները ձևավորում նյարդային ակտիվ ցանցեր։ Ուղեղի բջիջները միմյանց միանում են քիմիական և էլեկտրական ազդանշանների միջոցով, մի շարք սպիտակուցներ խթանում են այդ բջիջների աճը։ Ռայսի համալսարանի կենսաբանության, էլեկտրական ճարտարագիտության և նանոտեխնոլոգիաների բնագավառների գիտնականների խումբը փորձում է պարզել այդ գործընթացի առեղծվածային էությունը։ Յուրաքանչյուր բջիջ ենթարկվում է հարակից բոլոր բջիջների ազդեցության։ Փորձում ենք հասկանալ, թե էլեկտրականապես ակտիվացված նախաբջջի վրա ինչպես են ներգործում մերձակա բջիջները։ Արվեստի գործ հիշեցնող այս նկարը կազմված է նյարդային ցանցերի պատկերներից, որոնք ցույց են տալիս համակարգի ողջ բարդությունը։ Ցանցերը ձևավորում են բարդ և գեղեցիկ կառույցներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իրեն բնորոշ գործառույթ։ Փորձում ենք պարզել, թե ինչ քիմիական ազդակներ են պատասխանատու կոնկրետ կառույցի համար, և թե ինչպես են քիմիական կառույցները առաջացնում ակտիվ նյարդաբջիջների էլեկտրական ազդակներ։ Հետազոտությունը մասամբ ֆինանսավորվում է նախագահ Օբամայի ներկայացրած ուղեղի նախաձեռնություն $300 միլիոն արժողությամբ ծրագրի շրջանակներում։ Նախաձեռնությունը թույլ է տալիս հետազոտական ուսումնասիրություններ իրականացնել։ Այս հիմնարար գիտությունը լայն հեռանկարներ է բացում ուղեղի գործունեությունը հասկանալու համար։ Շատերի նման ամինաքութուբը ականատես է եղել, թե ինչպես է խաթարվում ուղեղի գործունեությունը կաթվածի կամ ծերունական թուլամտության պատճառով և հուսով է, որ ուսումնասիրությունը ի վերջո կհանգեցնի ավելի արդյունավետ բուժման։ Նյարդաբջիջների վերականգնման մեխանիզմը հասկանալով կարող ենք թիրախային դեղամիջոցներ մշակել։ Առայժմ գիտական խումբը մշակում է ճկուն համակարգչային մոդել, որը կօգնի հետազոտել աշխարհի բարդագույն մեխանիզմը՝ ուղեղը։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։